Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 6-ի համար։ Հայլային օր է այսօր համարվում, դե սիրուն ամսաթիվ է 06062026, դե բայց 2026-ը արդեն չի լինում 6, ցավոք սրտի։ Ամենայն դեպս այսօր երազանք պահեք, ավելի լավ բաների մասին մտածեք, դրականը մտածեք, թողեք թող Քանի պորտալները բաց են լինում, թողեք թող այդ ամեն ինչը գա ձեր կյանք, գա ներս։ Պլյուս նախորդ օրն է ընտրության, մի քիչ դրական լիցքերով լիցքավորվեք, նաև այս լիալուսինը մայիսի 31-ի պետք է որ ձեզ ավելի ուղղորդեր, մտքերը կարգի բերեիք, որովհետև այդ երկու մոլորակների, երկու կետերի, այսինքն Անտարեսը եւ Ալդեբարանը իրենք ձեր մտքերը կարգի պետք է բերեին, ավելի ուրիշ կերպ պետք է սկսեիք մտածել մինչև այս ընտրությունները։ Որ մինչև այդ ինչ-որ հարցերում կասկածում եք եւ այլն, հիմա արդեն պետք է ավելի ռեալ լինի։ Եվ եթե թեկուս հայրենիքի վերաբերյալ, թեկուս հաջորդող ընտրությունների եւ Հայաստանի ապագայի հետ կապված ինքը շատ լավ օր է ընկել, այսինքն նախորդող օրն է ընտրությունների եւ կարող պահել նաեւ ձեր միտքը նաեւ արտահայտել այդ օրը դրականորեն, միայն դրականորեն Հայաստանի Հանրապետության ապագայի համար։ Միայն դրա համար կարող եք օգտագործել այս ամսաթիվը։ Եթե ազատ լինեմ անպայման թվագիտության ալիքում տեղի կունենա, կլինի այդ տեսանյութը, որտեղ կարող եք նայել, թե ինչ օր է դա համարվում։ Դե տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը, ինքը շաբաթ օր է։ Հնարավոր է ամսի 7-ի կանխատեսումը չի լավ կանեմ տեսնենք ինչ է սպասվում բոլորիս, հատկապես այս քարտերով պետք է անեմ, այնպես որ կտեսնենք, թե մեզ ինչ է սպասվում։ Այդ խառ օրը, չնայած այդ օրը այդքան չէ, հաջորդ օրերն են ավելի բարդ լինելու։ Կախված է ով է ընտրվելու եւ ինչ է լինելու, չնայած արդեն ամեն ինչ գրված է այնտեղ։ Եվ ես տեսնում եմ աթոռինով է նստած։ Այսքանը Եվ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում, այնտեղ մենք ոչ ոքս աթոռի կռիվ չենք տալիս, մենք մեր կյանքի համար ենք կռիվ տալիս, ոնց որ ասում են ճիշտ խոսքա արևի տակ մեր տեղը ունենալու կռիվ։ Ամեն մեկը իր ձևով է այդ կռիվը տալիս, մեկը ընտանեկան կյանքում, մեկը սա, մեկը նա, այդպես բոլորի կյանքում տարբեր են բնականաբար։ Դե տեսնենք ինչ է սպասվում մեզ բոլորիս եւ կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 6-ին։ Այ, քարտերս թարս են։ Ես թարս չեմ նայում քարտերը։ Ինձ պետք չի թարս բաներ ասել, բացասական բաներ ասել, երբևիցե ինձ թվում չեք տեսել։ Երևի է, որ նոր էի սկսել այդ ժամանակ թարս քարտեր էի հանում։ Ուրեմն այդ օրը ինչ-որ մի բան է կայանալու ձեզ մոտ, ձեր կյանքում որևէ ոլորտ է կարգավորվելու, կարգուկանոն է մտնելու այդ ոլորտում։ Նաև դուք ինքներդ կարող եք գնալ այդ օրը, ինչ-որ միտեղ երկար մնալ, միգուցե առիթ է։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է։ Տան անդամ է, ընտանիքի անդամ է կամ հարազատ է, բարեկամ է, եթե ընտանիքում աղջիկ չկա, ապա դե սա նաև կին է, բնական է։ Ձեր մայրը կարող է լինել ձեր քույրը, եթե չկա, այսինքն կին արմատ ձեր տանը, ապա սա բարեկամ կարող է լինել։ Եվ այդ օրը որևիցե ուղղություն եք ձեզ համար որոշելու, որ օրինակ հենց սա եք անելու։ Միգուցե ինչ-որ մի ոլորտ, որ կայունացել է ձեզ մոտ, հանգստացել եք, այդ ոլորտի հետ կապված, չեք անհանգստանում, ամեն ինչ կարգավորվել է։ Ոնց որ հիմա ուղեղը արդեն սկսում է աշխատել մեկ այլ ուղու վրա, եւ դուք հիմա այդ ուղուն եք նայելու։ Դե հատկապես այդ օրը երևի ինչ-որ մի երազանք ունեք, որի հետևից կգնաք։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 6-ին։ Բավականին շատ կխոսեք, կշփվեք, միգուցե բամբասեք, միգուցե ձեր մասին են բամբասում, ձեզանից են խոսում։ Դա նաև լեզվակռիվ է։ Ուշադրություն դարձեք լեզվը, որովհետև կարող է խոսեք։ Այստեղ մանրուքներին կարող է ավելի շատ տեղ տակ, դրա համար էլ լեզվակռիվ լինի։ Այսինքն դու ինչի սա ասացին, որ բառերից են կարճում, պոչերից են կարճում բառերի եւ դրա համար այստեղ կարող է լեզվակռիվ լինել։ Դե բամբասանքը եւս չի բացառվում, խոսակցություններ, շփում ուղակի եւ այդ օր նաեւ ձեզ ասում եմ, որ ամեն ինչին լավ ուշադիր նայեք ու ուշադիր զննեք, եթե ինչ-որ գործեր եք անում, ապա մանրակրկիտ ամեն ինչը, հա, բաց մի թողեք, ոչինչ, եթե կարող ինչ-որ մի բան սխալ լինի, հետո արդեն դա ջրի երես դուրս գա, դրա համար լավ մանրակրկիտ այդ օր պետք է ամեն ինչ անեք, ուսումնասիրեք։ Եվ եթե զգում եք, որ լեզվակռվի մեջ եք մտնում հենց այդ մանրուքների պատճառով, իսկ որ բզբզում եք, ապա ուղղակի դադարեցրեք։ Ձեր կյանքում փոփոխություն է մտնելու, կամ դուք եք փոխելու ձեր կյանքը, կամ հիմնովին ինչ-որ մի բան է փոխվելու ձեզ մոտ, փոփոխություն տան հետ կապված, բնակարանի, քաղաքի, երկրի, տարածքի, ամեն ինչի այստեղ կարող է փոփոխություն նաև լինել ոմանց մոտ։ Երկար ճանապարհ կգնան ոմանք եւ հղիություն կամ ծննդաբերություն է սա։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եքորյակների։ Ինչ է սպասվում եքորյակներին հունիսի 6-ին։ Այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մարդկանց հետ, նաև այդ փաստաթղթերի հետ, կաշխատեք, կտանեք, կուղարկեք, դուք կստանաք, նաև կարող ցուցակ կազմել ինչ-որ բանի հետ կապված, ոմանք բիզնեսի, ոմանք առևտրի հետ կապված դա կարող է լինել։ Նամակ ստանաք, ծրարով ինչ-որ մի բան տակ դիմացինին կամ դուք վերցնեք, ծրարը դուք ստանաք։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ աղջիկա հետ, տեսնենք ով է։ Դա ինչ-որ տղամարդու հետ է կապված, միգուցե ձեր հայրիկի, միգուցե ձեր ամուսնու քույրն է եւ այլն, հա, լիքը բան կարող է լինել, կամ միգուցե ինչ-որ աղջիկ է, որը օրինակ կապված է ձեր տնօրենի հետ, դա այստեղ աշխատանքային ավելի շատ պահեր են, այն մարդիկ կասկնան, ովքեր որ նման ինչ-որ հարցերի մեջ են։ Եվ այդ օրը նոր դռներ են բացվելու ձեր առջև, նոր հնարավորություններ են բացվելու ձեր առջև, այնպես որ օգտվեք այդ հնարավորություններից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 6-ին։ Նույնք էլ նախորդ նշանի նման նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մարդկանց հետ, հնարավոր է տղայի հետ է, տղամարդու հետ է։ Նաև փաստաթուղթ կտաք, կվերցնեք, կստանաք, ծրար է սա նաև, եթե ինչ-որ առիթ եք այդ օր, ապա ծրար կարող եք տալ կամ ձեզ տան ծրար։ Ցուցակ կկազմեք, ինչ-որ բաներ կգրեք, կջնջեք։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղամարդու հետ, տեսնենք ով է։ Գումարային հարցեր են, գումարը դուք եք տալիս, ինքն է տալիս ձեզ, խոսում եք արժեքից, գումարից, կարող նաև ինչ-որ մի տղամարդ է, ում ֆինանսական վիճակը լավ է, ինքն է գումար ստանում, կարող ձեր ամուսինն է, ձեր տղան է, իրեն են գումար տալիս, միգուցե վարկ է ձևակերպել, վարկ են տալիս։ Նաև սա ծանոթությունն է ավելի ֆինանսապես ապահովված տղամարդու հետ։ Եվ այդ օրը յուրաքանչյուր բան հաջողությամբ կավարտվի, ինչ էլ որ անեք, հաջողություն կունենաք։ Այնպես որ ինչ գործ կա, տեղափոխեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին հունիսի 6-ին։ Ոմանք հարսանիքի են այդ օրը, ոմանց ամուսնության առաջարկ կանեն, այստեղ մի քիչ ուշադիր եղեք ձեր երկրորդ կեսի հետ կապված հարաբերությունները, շատ ուշադիր եղեք, ընտանիքում շատ կարևոր օր է միգուցե, նաև պայմանագիր է, որը կարող եք կնքել, կամ այստեղ կարող եք կորցնել հնարավորությունը կնքելու, դա ևս պետք է հաշվի առնել։ Հրավերք հարսանիքի, ձեզ ամուսնության առաջարկ կանեն, դուք կանեք ամուսնության առաջարկ, ցիկլային գործ է, եւ եթե օրինակ մի գործն եք անում, ոնց որ մեկ այլ գործ բաց եք թողնում ձեր ձեռքից, այսինքն այլ ժամանակ չունեք, որտեղ ամեն օր ոնց որ այդ օրը ամբողջ օրը պետք է ինչ-որ գործ անեք եւ ուրիշ բան չեք կարող անել։ Տեսնենք ինչի կորուստ է այդ օրը։ Քարտերը չեն ուզում դուրս գալ։ Աշխատանքին պետք է ուշադրություն դարձնեք։ Աշխատանքին, հեղինակությանը, ձեր անվան մասին, նաև առողջությունը ևս պետք է ուշադրություն դարձնեք, ուղղակի տրամադրության, այդպես անկում է, մեկ բարձր է, մեկ անկում է, ապրում, եթե հարսանիքի եք, հնարավոր է ամեն ինչ։ Դա այնտեղ մելամաղձոտ երաժշտություն են դնում, բոլորը այդպես դեպրեսիվ վիճակի մեջ են ամենչապես ընկնում, հետո հենց ուրախ է արտանում են, սկսում պարել։ Դե սա հիվանդանոց է նաև, հիվանդանոց է, այստեղ կարող եք բաց թողնել նաև հնարավորությունը հիվանդանոց գնալու, հիվանդանոց մտնելու, հիվանդին տեսնելու, միգուցե ժամերի հետ կապված է ինչ-որ մի բան, ոնց որ կորցնում եք, այդ հնարավորությունն եք կորցնում։ Դե էլ չասեմ, որ եթե ունեք հիվանդանոցում շատ ծանր վարության մեկը։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևէ տղամարդու հետ, տեսնենք ով է։ Դե ինչ-որ գործեր կարող եք անել, կամ իր մոտ մանր-մունր խնդիրներ են, կամ ինքն է օգնում ձեզ լուծել ձեզ մոտ եղած մանր-մունր խնդիրները, իրար հետ կարող եք այդպես ընկնել մանրուքների հետևից, նաև բառերի հետևից, խոսելու, արտասանելու հետևից, ինչ-որ։ Եվ կարող եք գործեր անել, կամ իրեն եք վստահել, հա, ինչ-որ գործեր, եւ սա ասում է, որ անպայման ոնց իրենից հետո եւս դուք էլ մի հատ լավ մանրակրկիտ ուսումնասիրեք, նոր հետո ինչ-որ գործեր արեք, միշտապեք, ոնց որ սա ասում է ամեն ինչ մի հատ լավ մանրակրկիտ լուծեք։ Նաև սա նշանակում է հանդիպում հակառակ սեռի ներկայացուցիչի հետ։ Եվս էլի պետք է ամեն ինչը մանրակրկիտ ուսումնասիրել իր հետ կապված։ Եվ եթե հանկարծ ինչ-որ մարդկանց մոտ որևէ ինչ-որ վատ ավելի բան է լինում, եւս պետք է ուսումնասիրել մանրակրկիտ, թե ինչու այդպես եղավ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 6-ին։ Ոմանք առիթի են, հարսանիք, նշանադրություն, որովհետեւ հասարակական տեղ կարող եք այցելել, շատ մարդկանց մեջ կարող եք լինել, նաև այգի կարող եք գնալ, կինո, թատրոն, այնտեղ որտեղ շատ մարդիկ կան։ Դա նաև հասարակական կյանքն եք զբաղվեք ավելի շատ հասարակական կյանքով, միգուցե ինչ-որ միտեղ ելույթ եք նաև ունենում։ Նա ժամանակն է նաև, ժամանակի մեջ ինչ-որ մի հարցում պետք է կարողանաք ոնց որ բավարարվել, հա, ժամանակի մեջ եւ անել այդ գործողությունը, նաև դա կարող է լինել, պետք է ժամանակ հատկացնեք նաև մեկ այլ բաներին, կարող է այդ օրը ոնց որ ֆիքսված մեկ ուրիշն եք ժամանակ տրամադրում, մյուսին ժամանակ չեք տրամադրում եւ սա հենց դա է ասում, որ ժամանակ հատկացրեք նաև մյուս բաներին։ Եվ իրոք կարող է ժամանակի մեջ չեք տեղավորվում, պետք է կարողանաք տեղավորվել, որ ինչ-որ բան անել, որտեղ այդտեղ օձեր կան նաև, եթե դուք չտեղավորվեք այդ ժամանակի մեջ, ապա կարող են նաև լինել դա լարված խոսակցություններ։ Նաև այդ օրը նախանձություն, չար մարդիկ, չար լեզուներ, տեսնեմ ինչ հետ է կապված։ Եվ կարող եք հանել իրենց ձեր կյանքից,
որովհետև հա ոնց որ արդեն հոգնեցրել են իրենք ձեզ նորերին տեղ կբացեք, նոր մարդկանց, որովհետև իրենք արդեն զգում եք, որ ինչ-որ մի բան այնպես չէ։ Նաև սա գայթակղություն է, իսկ գայթակղության դեպքում մարդ ինչ-որ մի բան կարող է կորցնել նորին տեղ բացելու համար։ Կարող է գայթակղվել եւ ինչ-որ մի բան բաց թողնել ձեր կյանքից, որպեսզի նորը գա։ Եվ դե մի այստեղ կարող են նախանձ մարդիկ են, հանգիստ մի եղեք, հա, հատկապես աշխատանքի վայրում, եթե օրինակ շուտ դուրս գաք աշխատանքից, իմացեք, որ կպատմեն այդ մասին, ուշ գնաք աշխատանքի, եւս իմացեք, որ կպատմեն այդ մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին հունիսի 6-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ Ձեր սիրելին է, կամ հարազատ մարդ է, շատ սիրում եք իրեն, կամ ձեր երկրորդ կեսն է, ում հետ այդ օրը կհանդիպեք, կամ կարող եք սիրահարվել, եթե տղամարդ է նայում, կարող եք սիրահարվել, ոչ աղջկա։ Այդ օրը ոչ ոլորտ է կայունանում է եւ նոր դռներ է բացում իր հետ միասին, ձեր առջև, այնպես որ օգտվեք այդ հնարավորությունից, որ կլինի ձեզ մոտ, թեկուզ հարաբերությունների հետ կարող է դա կապված լինել, թեկուզ մեկ այլ հարցի հետ կապված լինել, այնպես որ յուրաքանչյուր բան ինչ որ կկարգավորվի ձեզ մոտ, դա իր հետ բերելու են նոր բաց դռներ, որոնք որ կարող եք օգտագործել։ Եվ ոմանց մոտ է, ոնց որ մի բանը կարգավորվում է, այս մյուս դուռը փակվում է, հա, եւ այլևս պետք է չանդրադառնանք դրան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 6-ին։ Հանդիպում, մի խոսքով միգուցե հանդիպում եք ունենում։ Ոմանք ճանապարհ են գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են նաև ձեզ մոտ գալ, այցելել ձեզ։ Նաև դա տեղափոխություն է, այստեղից այնտեղ կտեղափոխվեք, միգուցե շատ եք լինում ճանապարհներին, մեկ այս խանութ, մեկ այն խանութ։ Նաև դա կարող լինել առիթ, հա, առիթի եք գնում եւ ոնց որ երկար ճանապարհ պետք է գնաք։ Տեղափոխությունը սա բնակարանի, տարածքի, ամեն ինչի, նաև գործուղում կարող է լինել, ձեր գործերը առաջ կմղեք ի վերջո, դա ոչ մի բան չի պահում ձեզ։ Այդ օծեր կան նախանձ մարդիկ, մի քիչ կիսվեք, եթե ինչ-որ բաներ պետք է անեք, առաջ տանեք, ապա ուղղակի քիչ կիսվեք։ Այդ օրը ինչ-որ մարդկանց հետ։ Նախանձություն, բամբասանք կարող է լինել, նաև գայթակղություն չի բացառվում, դա կարող եք վիճել այդ մարդու հետ։ Վիճել տվյալ մարդու հետ, իր պահվածքի հետ կապված։ Ոմանք այդ օրը կայցել են գեղեցկության սրահ, ոմանք բժշկական կենտրոն, նաև դա ծնողների հետ հանդիպում է, ծնողների մոտ կարող եք գնալ, տեսնել իրենց եւ զբաղվեք ձեր առողջությամբ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 6-ին։ Այդ օրը ինչ-որ մի բան կկարգավորվի ձեզ մոտ, այն ինչ-որ անկայուն էր, կկայունանա, ինչ-որ խնդիրներ է ստեղծում, կնորմալանա։ Դուք ընտրության առջև կանգնած կլինեք, ինչ-որ մի բան կընտրեք, ինչ-որ միգուցե շատ լուրջ պահեր են ձեզ մոտ, միգուցե նաև թեթև ընտրություն է, ունեք ինչ հագնեք, ինչ անեք, եւ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ Ընտանիքի անդամ է, հստակ էստեղ կամ ձեր մայրն է, կամ ձեր աղջիկն է, խոսքով ընտանիքն է ցույց տալիս։ Նաև չի բացառվում բժիշկ լինի, ում որ պետք է հանդիպեք, կամ վարսահարդար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 6-ին։ Շատ շփում, շատ խոսակցություններ, բամբասանք նաև կարող է լինել, լեզվակռիվ դա կարող է լինել։ Խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք այդ օրը, ոյ։ Բորբոքված եք, դրա համար չեք կարողանում հաղթահարել խոչընդոտները, ձեզ բարկացնում են ներսից, հա, հունից դուրս եք գալիս։ Պես թե այնպես ինչ-որ մի բան պետք է կորցնեք, ինչ-որ մի բան պետք է գնա ձեզ, այնց միգուցե դա է, կամ պետք է այնպես հանեք, որպեսզի կարողանաք խոչընդոտները լուծեք։ Եվ ճիշտ ուղի պետք է ընտրեք, որպեսզի կարողանաք այդ խոչընդոտներին վերջ տաք։ Եթե բորբոքվեք, բնականաբար ինչ-որ մի բան եք ստիպված կորցնել, իսկ եթե դուք միանգամից ուղին ընտրեք, թե ինչպես կարելի է այդ հարցը լուծել, ավելի հեշտ կլինի։ Ինչ եթե մարդը բորբոքված է, այստեղ այնտեղ բորբոքված, իրեն է ցույց տալիս, կամ ինչ-որ բաներ է անում եւ չի կարողանում տակից դուրս գալ։ Եվ այդ դեպքում արդեն ինչ-որ մի բան ձեզանից կգնա, իսկ այսպես, եթե ուղղություն ընտրեք, ճիշտ ուղի ընտրեք, ինչպես կարող եք այդ հարցին լուծում տալ, ամենից կլուծեք այն։ Ոմանց մոտ այդ օրը հղիություն է, ծննդաբերություն է, ոմանք նաեւ երեխաների հետ կապված ինչ-որ հարցեր են, միգուցե առիթ է, պետք է գնաք կամ ձեր տուն են գալու ինչ-որ մարդիկ, ձեր երեխաների առիթն է։ Նաեւ դա մանկությունն է, մանկությունը կարող եք հիշել, նաեւ մի քիչ մանկամիտ լինեք, այդ օրը ոնց որ ոչ ոքին չլսեք, նաեւ նոր ինչ-որ սկսվող մի բան է։ Միգուցե հենց դա է, նոր սկսվող մի բանում կան խոչընդոտներ եւ դուք պայքարում եք դրա համար, որ սկսեք։ Յուրաքանչյուր բան դա կարող է լինել, հարաբերություններ, բիզնես, գործեր եւ այլն, վերանորոգում, ինչ որ նոր է մարդը սկսում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 6-ին։ Ոմանք այդ օրը հարսանիքի կլինեն, ոմանց ամուսնության առաջարկ կանեն, դուք կանեք, նաև հարսանիքի կհրավիրեն ձեզ, հարսանիք կունենաք այդ օրը, միգուցե ձերն է, կամ պետք է գնաք, այստեղ շատ յուրահատուկ ամուսնության առաջարկ կարող են անել ոմանց, ժամադրության գնաք, տանը, ոչ կարևոր պահեր են ընտանիքում, ընտանիքին է վերաբերվում, հետո բարձր տրամադրություն, ուրախություն, անակնկալներ կարող է լինել, ժամադրություն ոմանց համար, որ կարող է ավարտվել նաև ամուսնության առաջարկով, նաև կարող է ամուսնու հետ վերկենաք եւ գնաք ինչ-որ մի տեղ, հետաքրքիր տեղ։ Եվ դա ինչ-որ ամբողջ օրը ինչ-որ մի գործ կարող եք անել, հա, ինչ-որ ոնց որ առավոտից իրիկու նույն գործի վրա լինեք։ Եվ դե անակնկալներ, նվերներ արդեն իսկ ասացի, եւ մանրուքներն են այդտեղ, մանրուքներին անպայման ուշադրություն դարձրեք, մանրակրկիտ ուսումնասիրեք յուրաքանչյուր հարց, յուրաքանչյուր միտք, այդտեղ կարող է նաեւ մտածեք անգամ ամուսնության առաջարկի մասին, մտածեք ժամադրության գնաք թե ոչ, եւ մեկ այլ հարցեր ոմանց մոտ, հա, ովքեր որ այդ հարցերը չունեն, ամուսնություն, հարաբերություններ, ապա սա մեկ այլ բան է, որ պետք է անպայման լավ ուսումնասիրեք, մանրակրկիտ ամեն ինչ ուսումնասիրեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, այստեղ նաև գործարք կարող է լինել ոմանց համար, եթե գործարք եք կնքում, ապա անպայման ուշադրություն դարձրեք ինչ եք կնքում, ինչ եք անում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 6-ին։ Շատ աշխատանք կունենաք այդ օրը, գուցե աշխատանքից խոսեք, գուցե նաև նախկին աշխատանքի վայրից ձեզ զանգահարեն, կանչեն, կամ անեք այն աշխատանքը, որը անցյալում էիք անում, որը դեռ ես որ թվականներին էիք անում, եւս կարող է ցանկանաք էլի այդ աշխատանքով զբաղվել։ Նաեւ
Սա հիվանդանոց է, ուսման կենտրոն է, որտեղ կայցելեք, խոսեք, ինչ-որ գործեր կանեք։ Եվ նաև ոմանք կխորանան անցյալի մեջ, անցյալը կհիշեք, գուցե նկարներն եք նայում, անցյալից ինչ-որ մարդիկ կգան, ինչ-որ պահեր կգան, դրսում կողակ հանդիպել ինչ-որ մեկին, կամ ուղղակի խորանաք անցյալի մեջ, ինչ-որ մեկի հետ։ Թեկուզ աշխատանքի վայրից ինչ-որ մեկին տեսնեք, կամ գնաք այնտեղ աշխատանքի վայր։ Եվ այդ օրը ուղղություն եք ընտրելու ձեզ համար, շատ կարևոր ուղղություն։ Միգուցե հենց ինչ-որ բաներ կախված է հենց անցյալի հետ։ Նակ անցյալում այսպես եք արել, հիմա եւս էլի այդպես եք որոշում անել։ Կամ անցյալում այսպես եք արել, հիմա վերջ։ Հիմա արդեն այդպես չեք անելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։